Առանց դաշնակ Հայաստան։ Ասել եմ, բայց քիչ եմ ասել, մի երկու բան է կա ավելացնելու։ Տո առանց մկներ Հայաստան, տո առանց ձկներ Հայաստան, տո առանց օծեր Հայաստան, իդեպ արական եւ իքական սեռի, այդպես կարմրագլուխ բան էլի։ Ոնց է էլ հարմար ասելու, էլ ինչ ձև կա, ասենք ոնց կարա մարտիրը ժողովրդին չսիրի այնքան, որ կանգնի ինտերվյու տա ու իր ինտերվյուի մեջ էլ ասի Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պատերազմը հրահրել է հենց Հայաստանի Հանրապետությունը եւ Հայաստանի Հանրապետության քաղաքացին։ Այսինքն մենք, սիրելի ժողովուրդ։ Այսինքն մենք ենք ժողովուրդ ջան, ագրեսոր, ոչ թե թշնամի։ Սա ասել է շատերի սիրելի նախկին, խնդրում եմ, սա ֆիքսենք Հայաստանի Հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներ ջան, ասեք, որ Քոչարյանի հարցազրույցը ուժեղ էր։ Հիմա ավելի եք բոլորդ միասին աջակցելու, չէ՞ Քոչարյանին։ Նամանավանդ այն պարն է շատ ուժեղ, որ ասեց պետք է նախաձեռնենք, որ Ռուսաստանի հետ համամիութենական պետություն ստեղծենք։ Լավ էր, չէ՞։ Ժամ ու կես միայն Հայաստանի սուվերեն տարածքը կասկածի տակ դրեց, առաջարկեց, որ կոպիտ եմ ասում, հա, տենց Ռուսաստանից տրուկ մենք պարտավոր ենք դառնալ, այսինքն մենք իրավունք չունենք հանկարծ Ռուսաստանի տենց ճիրաններից դուրս գալ, մենք նմանատիպ իրավունք չունենք, մենք Ռուսաստանի պես փոքրիկ պետությանը թողեցինք մենակ էս իր դժվարին պահին, երբ որ պատերազմում էր Ուկրաինայի հետ, ամոթ մեզ բա, բայց կապ չունի, մեկա Նիկոլա հողերը ծախել է, տենց մի տարի եղավ Հայաստանի վարչապետ ու տես մի տարվա մեջ արագի մեջ հողերը ծախեց։ Անդրանիկ Թևանյանը Երևանը փրկեց, հիմա եկել է Գյումրին է փրկում։ Մի կողմից Անդրանիկ Թևանյանն է Գյումրին փրկում, մյուս կողմից Սերժ Սարգսյանի փեսեն Միքայել Մինասյանն է Հայկ Մարության դվա առաջադրել Գյումրու քաղաքապետի տեխնացու, որը սենց ուժեղ շոուներ է ստեղծում, արդեն սկսել է տենց շոուներով ելույթներ ունենալ ու գյումրեցին կարող է հանկարծ միամիտ խապնվի։ Գյումրեցիներ ջան, եթե դաժե ընդդիմադիր եք, իրավունք չունեք խապնվելու նմանատիպ երևույթներին։ Չնայած ես վստահ եմ, որ գյումրեցին այնքան խելացի է, որ չի խապնվելու նմանատիպ շոու։ Ռոբերտ Քոչարյանի նախկին Հայաստանի Հանրապետության նախագահի հայտարարված գույք, հայտարարված, այն ինչ որ ինքն է հայտարարվել։ Նախնշան Ռոբերտ Քոչարյանը եղել է սովետի ժամանակ կոմսոմոլի քարտուղար, այսինքն KGB-ի լեյտենանտ եղել, դա փաստաթղթով, որը շտատով հայերի վրա դանոց է գրել Արցախի Ստեփանակերտի հայության վրա եւ մեր Արցուն Վիշ տարապանքի, հայ Արցուն Վիշ տարապանքի իր արտաթորանքներին է կերակրել, տուն է պահել մարդը։ Եվ այսպես Ռոբերտ Քոչարյանը 10 տարի Լևոն Տեր-Պետրոսյանը բերեց Հայաստանի վարչապետ նշանակեց, մի տարի հետո երկրի ղեկավար դառավ, 10 տարի նախագահ դառնալուց հետո դառնում է հետևյալ հայտարարած գույքի սեփականատերը, Բաշկիրնեֆտի փայտեր եւ գործադիր տնօրենի ղեկավար կազմում է լինում, տնօրենների կազմում, իսկ մենք դա նորմալ ենք ընդունում, իսկ հնարավոր է, որ Անգլիայի, Ճապոնիայի, Հարավային Կորեայի ղեկավարները իրենց պաշտոնավարությունից հետո դառնում Ամերիկայի մասնավոր փայտեր սեփականատեր, կդատենք, գնդակար, բայց դե մեր մոտ դա նորմալ է, մարդը կարևորը փող բռնի, մեր վիշտ Արցուն տարապան վշտով, դա էական չի, ամեն մեկը որոշենք ինչ, ամեն մեկս թող որոշենք ինչ անենք, Քոչարյանը սիրում է վատում, մարդիկա սիրում ատում է, որտեվ ինքը փողեր է բռնել, ես էլ իրան պատրաստ եմ նման մարդիկ է պատրաստ եմ դատել ամենաօրենքի խստության, որտեվ մեր Արցուն Վիշ տարապանքով է այդ ամենը հայթայթել։ Բաշկիրնեֆտի փայտեր սեփականատերա գործադիր տնօրենի խորհրդի անդամ, որտեղ ամսական աշխատավարձը $2 միլիոն է։ Որպես պրեզիդենտ Ռոբերտ Քոչարյանը պետությունից թոշակ է ստանում տարեկան $2 միլիոն։ Այդ 7 պետականորեն վճարովի անձնակազմով երկու տիկնապահ, վարորդ, ընդդեմ քարտուղար, կարագրասենյակ, բացի գրասենյակի աշխատողներ ընդունի աշխատավարձով, բայց այդ աշխատողների թիվը սահմանափակված չէ, այսինքն մեր փողերով ինքը թիմ է հավաքում հակահայ Կրեմլի ազարական օկուպացիոն ուժերին օժանդակելու նվիրալները հավաքում աշխատավարձով եւ դա մենք ենք տալու, մեզնից յուրաքանչյուրն է։ Ռոբերտ Քոչարյանը սեփականատերը Արցախ բանկի, Յունի բանկի, Էկոնոմ բանկի, սեփականատերը Ռենկոն Կոնսալշեսին, Զանգեզուր պղնձամոլիբդենային գործարանի 90%-ի սեփականատերն է,
որը աշխարհի 7-րդ ռեսուրսները 7-րդ տեղն է եւ հիմիկվա շահագործման ռեսուրսը մեզ կբավականացնի դեռ 150 տարի, մարդը 90% սեփականատեր է։ Արչին բանկի եւ Կոնվերս բանկի 50% փառատեր է, Նայերի բժշկական կենտրոնի Կապուտակ Սևանի երկու հեռուստատեսության սեփականատեր է, ՍԱՍ սուպերմարկետի փառատեր է, Կոնյակ գործարանի եւ Արադ ցեմենտ գործարանի հետ դոդի հետ 50-50 փառատեր է, ունի առևտրի տարածքներ, հիմիկվա մեր լեզվով ասած մոլեր եւ ռեստորաններ Մոսկվայում, Հայաստանի բիզնեսոտովի հեռախոսների, բջջային հեռախոսների 70%-ը Քոչանինն է եւ այս վերջերս Նիկոլ Փաշինյանը օրենքի ուժով արգելել է, որ թեկուզ մի հատ նոր հեռախոս հետ մեզ բերեն գալուց, ով որ բերի 3 անգամ ավելի տուգանք է այդ հեռախոս Հայաստանի գների 3 անգամ ավելի տուգանք է վճարելու։ Զվարթնոց օդանավակայանի սեփականատերն է, Ղարաբաղ Տելեկոմի սեփականատերն է իր կնոջ հետ եւ Հայաստանից բոլորը ձեր զանգում են ես ծառայեկից ընկերներին եւ որդիներին բավականին բարձրակագներով խոսում էին երեխաների հետ։ Մանապոլ Golden Palace Էրեբունի հյուրանոց սեփականատերերն է, Նիգերիայում Ադամանդի հանքեր ունի, Ագարակի պղնձամոլիբդենի եւ պղնձահանքի սեփականատերն է, Հյուսիսային Պողոտայի շենքերի կեսի սեփականատերն է։ Սերժ Սարգսյանը այդ Ամերիկայից գալուց հետո Վազգենին այնտեղ ցույց էին տվել մեր այսպես ասած նոր միլիոնատերերի ցուցակը, որոնք փողեր ունեն, բանկերում եւ այլն։ Դա Վազգենին ջղայնացրել էր սաստիկ, որովհետեւ նա վիրավորվել էր, թե ինչի պետք է Իրան ինչ-որ մի ամերիկացի ասի, թե գիտես քո մոտ հայերը, տես ձեր հայերը, ընդ որում իր անգերները, ծանոթները փող են գողացել ու շատ են գողացել։ Նա շատ էր վիրավորված։ Ու ինձ ասեց, որ քո մոտ կգան մարդիկ, որոնք կամավոր հիմունքներով կհամաձայնվեն փող ներդնել տնտեսության զարգացման մեջ։ Ну, հասկանալի է, թե ինչ կարգի կամավոր։ Առաջի կամավորականը եղել է Սերժ Սարգսյանը։ Եկել է ինձ մոտ եւ ասել, որ պատրաստ է դնել $200 միլիոն։ Հետո հաջորդ։ Իհարկե, նրանք չդրեցին այդ գումարները, որտեղ 27-ը փրկեց եւ այդ 200 միլիոնից եւ այն ստուգումներից, որ սկսել էինք սեփական արժանավորված օբյեկտների օրինականության շուրջ մենակ կոնյակի գործարանում արկա էր $800 միլիոն հումք։ Գործարանը վաճառվեց $27 միլիոն կարծեմ։ Վազգենը կատեգորիկ դեմ էր այդ վաճառքին, բայց Ռոբերտը ամեն ինչ արեց, որ դա լինի, ամեն ինչ։ Եվ էլի շատ բաներ, որոնք Վազգենին համոզել էին, որ եւս 1-2 տարի եւ Հայաստան չի մնա, դրանով ինքը գնաց վարչապետ։ Պարոն Շիրխանյան, հետ գալով այսօրվա օրերին, տեսնում եք ինչ ահռելի արշավ է նոր իշխանությունների դեմ հող հանձնելու մեղադրանքների հետ կապված, որ նորեր եկել են հող հանձնելու, Քոչանի կալանավորել են, որովհետև այդպիսի դեպքեր կան, նույնիսկ այսպիսի մեկնաբանություններ կան։ Ոնց ինչ դիտարկումներ ունեք։ Ну, անհեթեթություն։ Բառացիորեն անհեթեթություն։ Հող հանձնողները խոսում են չհանձնողի վրա։ Լինում է, կյանքում այդպիսի բաներ լինում է։ Ես ամենից շատ վախենում էի դրանից, որ Նիկոլ Փաշինյանը ինչպես կդրսևորի իրեն որպես ազգային կերպար։
Բայց ելույթը եւ Թեհրանում եւ Վանեցյանի ելույթը Ղարաբաղում Ոչ մի հող չունենք տալու։